բնակավայրերում ցանկությունը կորելացվում է, կապված է այդ բնակավայրերում նաև զբաղվածության հնարավորությունների ավելի բարձր լինելու հետ։ Մենք նաև գիտենք այդ համայնքից համայնք տարբերվող գների մասին, մեր հայրենակիցների անհանգստության մասին, եւ այդ առումով որոշակի քննարկումներ գնում են, բայց ես հիմա չեմ ուզում ամբողջը միանգամից ասել, որովհետև ուզում եմ, որ իրոք հարցեր լինեն եւ հարցերին պատասխանենք։ Այսինքն, եթե բնակարանային մասը ամփոփեմ, ծրագիրը աշխատում է, հավաստագրերը տրվում են եւ իրացվում են։ Նաեւ մենք ունենք հանձնաժողով, որը ստեղծվել է անցյալ տարի, բայց շատ լայն թափով չի աշխատել, տասնյակ դիմումներ են հաստատվել եւ տասնյակ դիմումները դեռ պետք է հաստատվեն։ Միանգամից ուզում եմ ասել ինչու է այդպես եղել, որովհետև մենք հասկացել ենք, որ հաստատումների համար անհրաժեշտ են որոշակի իրավական ակտեր փոխել, որոնք հիմա քննարկվում են կառավարությունում եւ մենք մոտ ապագայում դրանք փոխելով հանձնաժողովի աշխատանքը կարծես կվերաթողարկենք, թեև հիմա էլ կարող ենք, բայց կարող է պարզի, որ պետք է մերժենք, բայց այդ փոփոխությունը անելուց հետո կհաստատենք, դրա համար չենք ուզում մերժենք, հետո նորից նոր process գեներացնենք։ Եթե թվերը անհրաժեշտ կլինի, այդ մասով էլ կասեմ։ Երկրորդ մասը դուք ճիշտ եք, Տիկին Գասպարյան, զբաղվածությունը եւ մենք նաեւ ուսումնասիրություններով ապացուցել ենք, որ զբաղվածությունը նաեւ կապվում է հավաստագրերի իրացման հետ։ Այն բնակավայրերում, որտեղ որ զբաղվածության հնարավորությունը ավելի բարձր են եւ դրանք սովորական կամ մեծ քաղաքներն են կամ տնտեսական ակտիվությամբ քաղաքներն են, եթե նույնիսկ մեծ չեն, այսինքն այնտեղ կան ինչ որ խոշոր գործատուներ, այնտեղ ավելի հեշտ են իրացվում հավաստագրերը եւ դրանով է պայմանավորված նաեւ, որ մենք փորձելու ենք եւ արդեն մի այդպիսի ծրագիր ունենք կապել զբաղվածության ծրագրերը բնակարանային ապահովման ծրագրի հետ։ Եվ վերջերս ընդունված մեր հայրենակիցների համար ինքնազբաղվածության ծրագիրը, որը արդեն սկսել է գրանցելի շահառուներին, կարճ ասեմ ինչի մասն է խոսքը, դա ներառում է ուսուցման կոմպոնենտ, բիզնես ուղեկցման կոմպոնենտ եւ կապիտալ ներդրման կոմպոնենտ, բայց միայն այն շահառուների համար, ովքեր բնականային ապահովման ծրագրի շահառու են, այսինքն ստացել են հավաստագիր։ Սա ինչու են կապել, որ եթե մարդը ստացել է հավաստագիր, բայց իրացնելու խնդիր ունի, այդ թվում օրինակ ինչ որ չափով ավելացնելու, եթե չի հերիքում գումարը, մենք դրան տանք հնարավորություն ունենալու զբաղվածություն, որով եւ կապահովի եւ իրացումը եւ հետագա իր կենսագործունեությունը։ Մենք 3 օր առաջ ենք բացել, 2 օր առաջ ենք բացել on-line հարթակը, որտեղ կարող են քաղաքացիները գրանցվել, մինչև այդ process կար օֆերտայի հրապարակում, բիզնես կոնսուլտանտ ընկերություններ ներգրավում, մի ժամվա դրությամբ արդեն 33 հաստատված շահառու ունենք, որոնց հետ իհարկե պետք է աշխատենք, որ այդ ուսուցումը անցնեն, բիզնես ուղեկցումը անցնեն եւ կապիտալ ներդրման փուլին հասնեն։ Իհարկե նաեւ գործում է նախկին ծրագիրը զբաղվածության, որը ավելի վարձու աշխատողներին է ուղղված իր 3 կոմպոնենտներով՝ ուսուցում եւ աշխատանք, փորձ եւ աշխատանք, ուսուցում, փորձ եւ աշխատանք։ Այստեղ էլ ունենք հետաքրքիր արձանագրում, որ հիմնականում աշխատում է փորձ եւ աշխատանք կոմպոնենտը, ուսուցում աշխատանք եւ ուսուցում փորձ աշխատանք կոմպոնենտները այդքան էլ մեծ պոպուլարություն չունեն եւ սա էլ է մեզ հուշում ապագայում այդ ծրագիրը բարեփոխելու, ինչին մենք անդրադառնանք մոտ ժամանակներս, բայց եթե դեռ ժամանակի մեջ եմ կարճ երկու բանի մասն էլ ասեմ, ես մոռացա բնակապահովման ծրագրում նշել մեր մյուս նախաձեռնությունը, որ հուլիսի 1-ից է սկսվելու։ Մենք գիտենք, որ իհարկե կան ընտանիքներ, որոնք դժվարությամբ են կամ լավ դժվարությամբ կիրացնեն սերտիֆիկատները, հա, իրենց փոքրաթիվ լինելու պատճառով եւ դրա հետ մեկտեղ աշխատունակության հետ խնդիրներ ունենալու պատճառով, որը մենք չափում ենք տարիքով կամ անձի ֆունկցիոնալության սահմանափակմամբ կամ ժողովրդական լեզվով ասած հաշմանդամությամբ։ Մեր այդ քաղաքացիների համար մենք էլի նոր ծրագիր ենք առնվազն իրավական մակարդակով սկսել, որը մեկնարկելու է հուլիսի 1-ից, դա երկարաժամկետ վարձակալության ծրագիրն է, առնվազն 10 տարով, 40,000 դրամի չափով յուրաքանչյուր քաղաքացու համար, եթե նրանք կհրաժարվեն հավաստագիր վերցնելուց, բայց միևնույն ժամանակ կգրանցվեն մեր սոցիալական բնակարանների հերթացուցակում, եւ եթե մենք ունենանք սոցիալական բնակարան հենց այդ պահին կառաջարկենք, իսկ եթե չենք ունենա, նրանց կտանք այդ մասնակի փոխհատուցումը մինչեւ այն պահը, երբ կունենանք մենք սոցիալական բնակարան, որտեղ մենք նաեւ մեր ուրիշ քաղաքականությունների շրջանակներում զբաղվում ենք սոցիալական բնակարանային ֆոնդի
զարգացմամբ։ Սա բնակ ապահովման մասով եւ իհարկե մենք նաեւ անում ենք այդ հրատապ աջակցության ծրագրերը, բայց եթե հարցեր կլինեն, միգուցե այդ ժամանակ պատասխանեմ, խոսքը ամսական 30,000 դրամների եւ 40 + 10,000 դրամների մասին է, այդ մասով էլ կա վիճակագրությունը, թե որոշ մասով աճող Էդ էլ պետք է հասկանանք ինչի է աճում, ավելի շատ մարդկանց ենք սկսել տալ այդ գումարները, բայց ես հիմա այստեղ կան կառնեմ, գործընկերներս խոսեն, հետո կփորձեմ պատասխանել հարցերին, շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։